Վայոց-Ձորի Եղեգնաձոր համայնքի Շահումյան 12 փողոցում գտնվող 7519 քառակուսի մետր հողամասից 625-ը կհանձնվի Սիմոնյան կրթական հիմնադրամին շարժական Թումո տուփը ստեղծելու համար։ Տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար շինարարական թույլտվություն չի պահանջվում, հավելել են նաև, որ ըստ անհրաժեշտության կառույցները ցանկացած պահի կարող են ապամոնտաժվել եւ տեղափոխվել։ ԿԳՄՍ նախարարն ասաց, որ մեր երկրում գործում են 6 խոշոր թմոկենտրոններ եւ դրանց կից 35 տուփեր, որտեղ շաբաթական հաճախում են ավելի քան 21000 երեխաներ։ Նշեց, որ Թումոն ընդլայնվում է նաեւ աշխարհի տարբեր երկրներում, կարևորեց նաեւ Հայաստանում գործող ՔՈԱՎ կենտրոնները, որտեղ ավելի քան 5000 երեխաներ են հաճախում 54 բնակավայրերից։ Բացի դրանից գիտեք, որ պետությունը ֆինանսավորում է ուրեմն տեխնոլոգիական ոլորտի հետ համատեղ արմատ խմբակների գործունեությունը, որոնք նույնպես ոչ ֆորմալ կրթություն են։ Այս պահին 1044 խմբակներ ունենք, շուրջ 16000 հաճախող երեխաներով եւ սա ցույց է տալիս, որ ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները մեր կրթական համակարգում էապես ընդլայնվել են եւ սա նաեւ կրթության որակի բարձրացման ու դպրոցին աջակցության շատ կարեւոր ուղղություն է։ Անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ եւ չափավոր անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց աշխատանքի տեղավորելու համար գործատուները կստանան պետության աջակցությունը։ Ոլորտները հետեւյալն են՝ դպրոց, մանկապարտեզ, բժշկական հաստատություն կամ սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի հաստատություն, միայնակ տարեցների խնամքի կարիք ունեցող անձանց մասնագիտություն չպահանջող ծառայությունների մատուցում, գյուղատնտեսություն եւ անտառտնտեսություն, մշակույթ եւ զբոսաշրջություն։ Ծրագրի տևողությունը սահմանված է 3-ից 12 ամիս։ Այսպիսով, այս գործատուներին պետությունը կաջակցի ամսական 21-օրյա աշխատանքի կտրվածքով 73000 դրամի չափով, քանի որ սահմանված է, որ եթե գործատուն մեր անապահով ճանաչված շահառուների հետ կկնքի աշխատանքային պայմանագիր, ապա մեկ մարդու աշխատանքի համար գործատուն կստանա 3500 դրամի չափով գումար։ Ժամակոչյանի խոսքով պետության աջակցությամբ իրականացվող այս ծրագրի առանձնահատկությունն այն է, որ սա չի պահանջելու մասնագիտական աշխատանք։ Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ կձևավորվի Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը, որում կներառվեն ներկայիս Վաղարշապատ եւ Խոյ համայնքները, վերջինիս կազմում ընդգրկված 19 բնակավայրերով։ Այս քայլով կառավարությունը ապահովում է վարչատարածքային բարեփոխումների հետագա ընթացքը, ինչին կհաջորդի արդեն լիազորությունների ապակենտրոնացման գործընթացը, նախագծով նախատեսվում է միավորող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնել եւ միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման համար սահմանել ժամկետներ, ինչպես նաեւ Վաղարշապատ համայնքում նշանակել համայնքի ավականու ընտրություններ, որը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի նոյեմբերի 16-ին։ Ըստ նախարարի ընտրություններից հետո, երբ նորընտիր ավականին իր լիազորությունները կստանձնի, ավականու հաջորդ նիստերին կհաստատվի 2026 թվականի տարեկան բյուջեն։ Խուդատյանը հիշեցրեց, որ այսօր Հայաստանում համայնքների թիվը 71-ն է, որից 64-ը միավորված են։ Փոփոխության արդյունքում համայնքների թիվը եւս մեկով կկրճատվի եւ կդառնա 70, իսկ առաջիկայում եւս այդպիսի համայնքներ կմիանան իրար։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։